12 տարի ես եղել եմ Հայաստանի դիվանագետ ու էլ միշտ հետևել եմ մեր դիվանագիտությանը։ Ես այսպիսի գերակտիվ դիվանագիտություն Հայաստանի կողմից սրա կեսը ես չեմ տեսել։ Բոլոր ուղղություններով, անգամ Պակիստանի ու Սաուդյան Արաբիայի հետ մենք հարաբերություն կարգավորեցինք, որովհետև մենք չենք ուզում ունենալ թշնամի պրոբլեմատիկ պետություններ մեկ, երկրորդը հիմա այս նոր արտաքին քաղաքականությունը շատ նուրբ է իրականում, շատերը քննադատում են, թե մի կողմից ասում են եվրոինտեգրացիա, մյուս կողմից հարաբերություն ենք հաստատում Չինաստանի հետ, բայց գիտեք, աշխարհը այլևս միավեկտոր չի եւ նույնիսկ երկվեկտոր չի, աշխարհը ակնհայտ բազմավեկտորության է գնում եւ այդ պարագայում մեր աշխարհագրական դիրքով, որ մենք Եվրոպայի ու Ասիայի սահմանագծին ենք, շատ դժվար է ասել, գիտես, ես մենակ Եվրոպայի հետ եմ շփվում։ Մենք պարզապես մեր տնտեսությունը կփլուզվի եւ կոմունիկացիաներ չենք ունենա։ Նույն Եվրամիությունը ռազմավարական գործընկերության ինչ որ ֆորմատներ ունի Հնդկաստանի հետ եւ նաեւ Չինաստանի հետ։ Հիմա մենք փորձում ենք այդ ուղղություններով էլ աշխատել, բարեբախտաբար Արևմուտքը ըմբռնումով է մոտենում անգամ Իրանի հետ մեր շատ խորը համագործակցային հարաբերություններին, այն դեպքում, երբ Իրանը իրոք Արևմուտքի կողմից սանկցիաների ենթարկող պետություն է։